Բարի օր ժողովուրդ ջան, այսօր ուզում եմ ես խոսամ երեք Նիկոլ Փաշինյանի ծիծեռնակաբերդում տեղի ունեցած իրավիճակի մասին, այսինքն լուսաբանեց Նիկոլ Փաշինյանը ինչ աշխատանքներ կատարվել է ծիծեռնակաբերդում եւ դրա հետ կապված ուզում եմ նաեւ ձեզ մի փոքրիկ օգնածելնեմ այն մասով, որ կարողանաք տարբերել սրբապիղծներին սրբություն պաշտողներից այն մարդկանցից հեռու մնաք, ովքեր որ սրբությունները կամ ինչ որ հիշատակներ, ինչ որ ազգային արժեքները իրանց շուրթերից հնչվում է, գիտեն թե եթե օրինակ տենց մի քանի անգամ եթերներով ասես ծիծեռնակաբերդ, մի քանի անգամ ասես Գարեգին նշտեր եւ այլ տենց ազգային արժեքներ կամ հիշողություններ, որոնք մեզ տանում են մեր նախնիները, դրանով դու դառնում ես սրբություններ հարգող կամ Ես չգիտեմ ինչպես անվանել այդ մարդկանց, ովքեր որ շատ են օգտագործում, փորձում են ցույց տալ, փորձում են երևալ, փորձում են իրանց հայրենասիրությունը էկրաններով ցույց տալ։ Օրինակ, չի լինում չխոսալ էլի այս թեմաներից, ես ինչ չեմ դասն սրբությունագետ, չգիտեմ, սրբագետ, սրբաբան։ Ժողովուրդ ջան, այդ սրբություն հասկացողությունը տարբեր մարդկանց կողմից տարբեր ձև է ընդունվում։ Մի փորձեք ձեր համար քաղաքական անձինք, ովքեր որ սուրբ են, ներկայացնել, որ բոլորի համար պետքա սուրբ լինի։ Եթե դուք որոշ ուժերի ծառայում եք, կուսակցությունների մեջ եք եւ երկրպագում եք ձեր կուսակցական առաջնորդներին, այդ թվում ես սա համատարած եմ ասում, սա նաեւ կա իշխանության աջակից մարդիկ, որ Նիկոլ Փաշինյանի սրբություն են համարում։ Նիկոլ Փաշինյանին հարցրեք, ասեք պարոն Փաշինյան, դուք սրբություն եք, ինքը ձեզ անկեղծ կպատասխանի, որ ոչ, ինքը հասարակ մարդ է։ Սրբություններ եղել են Հիսուս Քրիստոսն է եղել, հետո սրբերի դասին են, շարքերին են դասվել, նարեկացին է, լուսավորիչն է, եւ այս սրբեր կան, անձին կան, որ սրբերը Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործիչ է, եւ կարող եք դուք իրան սիրել, ընդունել, հարգել իր քաղաքական գործունեության համար։ Դե ես էլ իշխանության չթվա թե մենակ իշխանության մոլի աջակիցներին եմ ասում, ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Ռոբերտ Քոչարյանին կուրք է սարքել։ Ու դուք հետո եթե ձեր կուրք սարքած անձանց հետո բերեմ եք հայմատում եք իբր թե դուք քրիստոնյա եք, դուք հավատացյալ եք, դուք արժեհամակարգ ունեք, մի տեսակ արժեզրկում եք ձեր այդ գործերից այդ քանարտահայտություններից հետո։ Լավ, վերադառնանք ծիծեռնակաբերդի թեմային, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ես շուտվանից սկսել եմ ֆիլտրացիա իմ ընկերների շարքում, այսինքն ով որ մանիպուլյացիա է անում, ով որ ատելություն է քարոզում, ով որ գեղցիկ է պաշտում, ես այդ մարդկանց մանրից, մունրից ձերբազատվում եմ։ Շատերին օրինակը թվա թե Գևորգը հետևորդների համար կռիվ է տալիս, ինչի համար կռիվ տամ։ Խիպտի ես օրինակ հետևորդի քանակի վրա կռիվ տամ։ Ես այո, բայց կռիվ եմ տալիս հետևորդների բանակի, խելացի բանակի, հետևորդների, ովքեր որ բովանդակային մարդիկ են, ովքեր որ ընդհանրապես գիտակից մարդիկ են։ Ուրեմն ծիծեռնակաբերդի ֆոնի վրա ասեմ, ես մի քանի հոգու ուդալիտ եմ արել ընկերներից, հենց այդ բանը որ սկսվել է վերանորոգման աշխատանքները սկսվել էր ծիծեռնակաբերդի։ Գիտեք ինչի։ Քիչ է որ իրանք գնացել են ընդեր նկարել քանդված, քանդել են որ նորից վերանորոգեն, էլի, բայց քանդած վիճակում նկարել են, ասում է, տեսա, ավիրում են, հեռացնում են ծիծեռնակաբերդը ամբողջությամբ հեռացնում են մեր հուշերից, մեր բանը որպես հիշատակ ցեղասպանության զոհերի ու ինձ էլ առաջարկում էին ասում են Գևորգ դու չես ուզում գաս մասնակցես այդ ակցիային ասել եմ իմ խորը չեմ ուսումնասիրել բայց ես sense մի բան գիտեմ որ դա վերանորոգում է վերակառուցում է եւ նորմալ է պետք է սկզբից քանդես ընդ տաճկեք եք տենալու ցեմենտի մեշոկներ եք տենալու կոտրված քարեր եք տենալու փոշի եք տենալու եթե դուք այդ իրավիճակը պետք է նկարահանեք խայտ բռնելու համար Ցույց տակ որ դուք տեսեք եկել եք բռնցրել ծիծեռնակաբերդը քանդելուց ես եթե ձեր կողքին կանգնեմ օրինակ 3-4 ամիս 6 ամիս հետո ամաչելու եմ իմ արածի համար որովհետեւ 6 ամիս հետո վերանորոգված վիճակում մեկ ուրիշը կնկարի կասի քեզ Գևորգ ամոթ քեզ որ դու գնացել ես վերանորոգման աշխատանքների ժամանակ փորձել ես խայտ բռնես ուտես չեմ գնացել բայց շարունակել են իմ Ներվերես քայքայել, շարունակել են իմ հոգին կրծել, ամեն օր առողջությանս հաշվին, իմ տնեցիք են տեսնում, ես ոնց եմ այդ մարդկանց հետ կապի մեջ, որ ինձ հրավիրում են ընդ ակցիա անեն, բան։ Ես հասկացել եմ ինչա կատարում։ Իրականում իրանք քոչայանական կամ ուրիշ այլ ուժի ներկայացուցիչներ են եղել, ուզել են տակտիչնի ինձ ներքաշեն ինչ որ ակցիայի մեջ։ Իսկ ես շուտվանից ասել եմ ես ակցիայի չեմ մասնակցում։ Հիմա ժողովուրդ ջան
Ուզում եմ տենամ այդ մարդիկ դարձան ավելի սրբություններ պաշտող, ավելի հայրենասեր, ավելի արժե համակարգի կողմնակից, թե ես։ Կարող է առաջի այ 4 ամիս վիդեոն այդ մարդիկ ձեր համար լավ տպավորություն թողեցին։ Բայց սիրտս կերել են, ես բռնեց ասի չէ, ես չեմ կարա։ Եթե ամեն քաղաքական ուժի թաքուն ներկայացուցիչ փորձի Գևորգին օգտվելով տենման Գևորգի լսարան ունի, մարդիկ լավ մեկնաբանություններ են գրում, բան ասում են, արա, այս տղեն որ սենց ինչ որ արժեք է ներկայացնում հասարակության մի շերտի համար։ Բայց չբռնենք Գևորգին հանդերձ այդ հասարակության շերտին մոլորեցնենք։ Ինչ անեք դրա համար։ Բերեք ասեք քանդում են Ծիսերակաբերդը ավիրում են, հեռացնում են, ցեղասպանությունը ջնջում են մեր հուշերից, մեր պատմությունից։ Գևորգին sense որ քաղցր մաղցր sense հայրենասիրական ճառեր ասենք, ջալ տղա էլի մեկ էլ մի 15-20 տարի մեծ է Իրանից, հնարավոր է որ խելքին քամին փչի հելնի գա։ Հոգիս որ կրծեցին, բռնեցի ու դալի տարեցի։ Ես զգացի որ ինչպես են ուզում իմ վրա վերահսկողություն ցավալել։ Բայց ես իմիջիալոց ասեմ բոլոր ուժերի ներկայացուցիչ անդամներից է այդ process-ը գնացել։ Իմ էս երկար գործունեության ընթացքում թե ընդդիմադիր, թե իշխանամետ մարդկանց կողմից փորձել են իմ վրա ազդել։ Ծիսերակաբերդի թեմա շարունակելու եմ 2 օր թե 3 օր առաջ ինձ մեկը Մոսկվայից գրում է Գևորգ ջան ցավը տանեմ, արա քո նման տղա չկա ախպերս, արա այսիշ դու մոզգ ես, արա այսիշ, sense լավ բաներ ա գրում, ոչ էլի նենց քաղցր բառապաշարա շախ տալիս։ Վիզուզվանոկ ա տալիս որ հետո այ մարդ ոչ նկար ունես, ոչ անուն ազգան ունես, նենց կեղծ էջով էլի։ Ես այդ բոյ տվեցի, ասեցի հարմար չէ վիզուզվանոկ, ես մարդկանց հետ չեմ խոսում, ում որ չեմ ճանաչում։ Նենց զանգով էլի կարելի է։ Որ վիդեոզվանոկը սկրինշոտ են անել, ասեն Գևորգը մեր ախպերն է, դες մեր հետ կապի մեջ է, էլի։ Բայց այնց ձայնագրությունը կարամ ես շատերի հետ անծանոթների հետ խոսամ։ Այդ բոյ եմ տալիս Գևորգ ջան ցավը տանեմ, ախպեր այն լեննականցի մի հատ տղա կա, խիչը ասում է իրան տեղը դնում, ֆուր տալիս այդ ուղությամբ։ Ասում եմ ինչ լեննականցի տղա, ինչ մոմենտ է։ Ուղարկում չեմ ասիս թե անունը էլի բլոգեր է։ Մարդը հավակնում է, պաշտում է, չի պաշտում, կներեք, դժվար թե պաշտի, ես այդ մարդու թեթևակի որոշակի ճանաչելով չեմ հավատում որ ինքը պաշտում է, բայց ինքը ունի դիրքորոշում քաղաքական, ընդդիմադիր ուժերի կողքին է կանգնել։ Սամվել Կարապետյանի կոնկրետ։ Ասում եմ հələ նկարը ուղարկում, ասում եմ եղբայր ջան, ինչքան ես իրավունք ունեմ իրան քֆրտելու, այնքան ինքը ունի քֆրտելու, ինձ որովհետև ես ունեմ քաղաքական հայացքներ ու կարծիքներ ունեմ հայտնած։ Էս ինչ ձևա, խե ես այս մարդուն քֆրտում, որ ինքը Սամվել Կարապետյանին է, էլի երկրպագում։ Տենամ զայնային է ուղարկել։ Գևորգ, այդ քո հետ չեմ խոսում, կարող է Գևորգ դու չես։ Այսինքն ինքը պետք է ինձ հիմա, գիտես եթե իր խոսքով ինչ ադառնում ասած, որ ես քեզ 2600 տարի ճանաչում եմ։ Դու եղել ես մի կուսակցության մեջ, որի մեջ ես էլ էի, ու վդրուկ դու քեզ հակա այդ կուսակցական ես, դու այդ կուսակցության մեջ ես քեզ զգում։ Ինչ որ խարա անգել գլխը Գևորգ, կարող է մի բան ա եղել։ Կարող է թույն ես խմել, այս ինչ է ստացվել քո։ Հիմա ես բոլորիդ հրապարակային ասում եմ, յան տվեք ինձանից։ Եթե դուք երկրպագում եք Նիկոլ Փաշինյանին եւ մտածում եք ես էլ եմ երկրպագում, ժողովուրդ ջան, ես մեկնաբան եմ, քաղաքական մեկնաբան, քաղաքական բլոգեր։ Հասկանում եք ինչա, ես բոլորին եմ մեկնաբանում։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ ցեխ են շփմրտում, այս Ծիսերնակաբերդի մասով էլ անհիմն զրպարտել են, բան են արել, ասես փորձել է խայտ բռնել, իբր թե իրանք ուժի հայրենասեր են։ Ես չեմ միացել այդ ուժին։ Դա չի նշանակում ես որ Նիկոլ Փաշինյանի կուսակցության մեջ եմ, չէ։ Ժողովուրդ ջան, մեկնաբան եմ, ոչ մի ուժում չկամ, չեմ էլ ուզում լինել։ Եվ բոլորի հանդեպ են մեկնաբանելուց քաղաքավարի եմ մեկնաբանում։ Բայց երբ որ Նիկոլ Փաշինյանի հանդեպ քաղաքական իմ մեկնաբանությունը քաղաքավարի է, դուր չգալիս իր հակառակ կոնդակից մարկաս, ուրեմն դետերը մեզ դու դավաճան չես ասում, դետերը մեզ դու քֆուր չես տվել, դետերը մեզ դու քեզ իր հանդեպ բա իմ երկրի վարչապետն է, կարող է մի հատ էլ ասեմ, ալակոտ, ի՞նչ կա չկար, իսկ մի հատ խեց ձեր տես մտածողների նման աղմաղ են, երկրից վարչապետի հանդեպ հարգանք դրսևորելը, դա իմ պետության հանդեպ հարգանք դրսևորելը։ Ես ողբում եմ ձեր վրա, որ կգա ժամանակ 10 տարի, 20 տարի հետո դուք այդ ծնկի գալու ասելու եք Բերեք Նիկոլ Փաշինյանի արձանը կանգնեցնենք Երևան։ Գիտեք խի, որտեղ դուք այսօր ուրիշի արձան եք պատկերացնում Երևանում կանգնեցրած։ Դուք այսօր կուրքեր ունեք կառուցած, եւ այդ կուրքերը կգա մի ժամանակ կփլուզվի, մեկ այլ կուրքերի դուք կձգտեք։ Իսկ ես սաղ կյանքս չեմ ձգտի ոչ մեկին կուրք սարքել, ոչ էլ սրբություն։ Ես ունեմ սրբություններ, ես ունեմ պետություն, որ սրբություն է, բայց իմ պետության մեջ եթե ինչ որ անհատներ իրանց վեր են դասել ուրիշներից Եվ ասում են Գևորգ, այս տղան, այս մեկի կողմնակից խիչս իրան քլնգում, խառնել եք դուք, հարա, բռնեցի բլոկեցի ջհանդամը կորցրի։ Ես չհասկացա, այդ կեղծավոր ուրեմն քաղցր զրույցներ է իրանը, որ Գևորգ ցավը տանեմ հալալա քեզ բան, ես ինչ գաղափարի բան տղա ես, վերջում էլ դες ձեռի տակ սղստում էր, որ մեկ ուրիշ բլոգերը ես կպնեմ, ասեմ, քո սենսը դու ինչ իրավունք ունես Սամվել Կարապետյան պաշտպանում, մեկ ուրիշ տեղտերն եմ, մեկ ուրիշ բլոգերի են բռնել, ասում է դու խես Ռոբերտ Քոչարյանին պաշտպանում դրա համար քեզ ֆուր են տալիս։ Իբր հիմնավոր է ցելի, որ եթե դու պաշտպանում ես Ռոբերտ Քոչարյանին, քեզ հաստում է քֆուր։
Աղալած հեսալի որ տես բան դու մտածել ես որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանող բլոգերը քֆուրի արժանի որտեվ եթե դու Նիկոլի աջակից ես դու Նիկոլից էլ պահանջի ասա պարոն Ռոբերտ Քոչարյանը ինչ գործ ունի ազատության մեջ ինչ գործ ունի ազգային ժողովում հələ որ Նիկոլը քեզ բացատրի պատասխանի այն ժամանակ կգաս ասես եղբայր կներես քո հանդեպ սխալ կարծիք եմ ունեցել լավ ես ուզում եմ ասեմ Ժողովուրդ ջան մենք մի ազգ ենք մի ժողովուրդ ենք ապրում ենք մի երկրում թեկուզ չենք ապրում բոլորս մեր երկրում տարբեր սփյուռքահայությանն էլ է վերաբերվում Դադարեցրեք ես իրար հանդեպ ցեղ շպրտոցին դադարեցրեք այս ատելության խոսքը դու գիտեք ես որ բլոգերի էլ եմ առանց անուն տալու անդրադարձել որ դուք հասկացել եք ում մասին է խոսքը բայց ոչ եմ ասել այ անասուն այ sense այն ես ասել եմ դու sense միտք ես արտահայտում մի արա տես բան իրավունք չունես դու ժողովրդի թիրախավոր ես դու իրավունք չունես այս բանը ասել ինչ եղավ ես դարձա գաղափարական ինչ որ երևույթ արձանագրած ես դարձա իրավիճակի մասին լուսաբանած ես դարձա ինչ որ մարդու գործնեության կպած գործնեության կպտել գաղափարի մտքի կպտելը նորմալ է բայց առանց վիրավորանքի բայց դե ըլնում է պայել մենք էլ էմոցիա չեն կարող զսպենք հունից դուրս են գալիս Ժողովուրդ ջան շատ է բանը քամին միկրոֆոնից փչում վիճակը բան չլինի տեսանյութս ավիրում ինչ անեմ բացում թե եմ խոսում որ խամիա չեմ կարող հարմար եթե դա մի հատ գրեք այո կամ ոչ հիմա ինչ է կատարվում նորից վերադառնալով թեմային այնքան այս պրոբլեմատիկա է երևույթը իմ գործունեությունը միջալուց սրա համար եմ սկսել ես 4 տարի 5 տարի առաջ որ սկսել եմ գործունեությունս ես նկատել եմ թե ինչպիսի կեղծիք ինչպիսի ստեր են ուզում փաթաթեն ժողովրդին ես ասի դուրս կամ մանավանդ որ տենան ես մարդը իսկապես ես եմ հաշվարկել էլի որ տենան որ ոչ մի կուսակցությունում չկա խոսքը կընդունեն մաքուր ձևի ասեն դե որ կուսակցությունում չկա անշահախնդիր է խոսում դու մի ասա որ տեսան արդեն շատ ճիշտ բաներից խոսում ենք ասին բեր սրան տեղավորցնենք ինչ որ ուժի մեջ ասենք իբր դու ես ուժի մեջ ես որպեսզի արժեսրկենք իր անկաշառությունը անկաշկանդվածությունը ազատությունը եւ ընդհանրապես իր ճիշտ խոսքը որպեսզի ճիշտ խոսքը եւ անկախ բլոգերությունս արժեսրկվի ինձ ասին դու նիկոլական ես Հիմա ես ասում եմ, եթե ես ասում եմ նախ առաջինը sense մի բան ասեմ։ Եթե ես ասում եմ նիկոլական չեմ, մերժում եմ որ ինձ sense բան ասել։ Չեմ ընդունում, հրում եմ հետ, ասում եմ մի ասեք sense բան։ Ոչ թե ես զզվում եմ իշխանության մաս կազմելուց, ոչ թե ես ատում եմ իշխանությանը, ոչ թե բոլոր գաղափարներին դեմ, առած գործերին դեմ եմ, այլ ես ինքս ուզում եմ անկախ մնալ, որպեսզի ավելի շատ կարենամ օգտակար լինեմ իմ պետությանը, իմ ժողովրդին, թե չէ կուսակցական լինելը ինձ կբերի կաշկանդվածություն կան այլ ուժեր, ովքեր որ հարուստ են, ֆինանսապես հարուստ են։ Ես կարամ իրանց մեջ էլ լինեմ, իրանց սրտի երգը երգամ, իրանց բանի, ինչա, տմբլայի տակ բարեմ, ունենամ անձնական սեփական հաջողություններ, բայց ես չեմ գնում դրան, մնում եմ էլի օրինակ իմ հասարակ կյանքով ապրող, որովհետև չեմ ուզում, որ իմ խոսքը արժեսրկվի։ Դրա համար ինչքան էլ ինձ այն որ վատ մեկնաբանություն են գրում, այդ գրողների մի մեծ մասը շատ լավ գիտակցում է ես որ մաքուր ապրող տղա եմ եւ ես իմ միտքը մաքուր իմ սրտից է դուրս գալիս եւ փորձում եմ օգտակար լինեմ ուղղակի իրանք չեն կարա ինչպես որ սատանան չի կարում համերաշվի օրինակ աստծո սիրո հետ չի կարում հրեշտակներին հանդուրժի նույնը այդ մարդիկ չեն կարում հանդուրժեն ճշմարտության հետ իմ բերանից մենակ կհնչվի ճշմարտություն կամ սեփական կարծիք սեփական միտք Վերջը, չգիտեմ, սրա վերջը երբ կգա, երբ կհասկանա, որ չի կարելի մարդկանց թիրախավորել, չի կարելի սուտ բաներ անել, հայրենասիրական ճառեր անել։ Հիմա տեսեք, գնացել են ժամանակին Ծիծեռնակաբերդում տենց շոուներ որոշ մարդիկ արել, իբր թե իրանք փրկեցին Ծիծեռնակաբերդի ավիրումը։ Երեք դե Նիկոլ Փաշինյանը նկարահանեց, ցույց տվեց, որ վերանորոգվել է, բայց այսինքն փուլ է վերանորոգվելու 24 Ամսի 24-ին այդ բանից հետո որ գնանք հուշամալիր դրանից հետո նորից վերանորոգման աշխատանքները շարունակվելու երևի մեկ այլ հատվածի խորացված չեմ ոչ շինարարության մասնագետեն ոչ էլ հետաքրքիր է կարևորը մարդիկ ռեմոնտ են անում նույնիսկ որակի մասով ես տեղյակ չեմ թող մասնագետները գնան հատակատա ես ով եմ որ գն հատակատա տեղյակ չեմ ես դե ճիշտ սալեր են դրել ճիշտ շինանյութ են օգտագործել դա մի կողմ Գնացել եք տես բան է արել այսօր ցույց եք տալիս որ տես եթե մենք չլինենք Նիկոլ Փաշինյանը իշխանությունը Ծիծեռնակաբերդը կքանդեր կավիրեր ու ըլնում է մարդիկ օրինակ մեջ են վերում նաև որ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դրել ցեղասպանությունը ասել է բա այդ ինչու 1960-ական թվականներին սկսեցին դրա մասին խոսել այսինքն եթե մարդը քաղաքական միտք ասել է որ 600-700 տարի թուրքերի Օսմանյան կայսրության տակ ապրել ենք, Սելջուկ թուրքերի տակ Օսմանյան կայսրության տակ ապրել ենք։ Ճիշտ է, մեզ չեն սիրել, մեզ չեն տենց տեղ տվել, անհատների տեղ տվել են, նույնիսկ ասում են թուրքերին այ բուվենը, չգիտեմ, հայ է գրել, թե թուրքերին Թուրքիայի
հիմնը հայա գրել, չեմ հիշում, ինչ որ մի բան են կապում հայա գրել։ Հայերը եղել են շինարարության, ճարտարապետության մեջ մասնագետներ, Օսմանյան կայսրության Սելջուկ թուրքերի կազմի մեջ։ Ու եկավ 600 քանի տարի հետո մի իրավիճակ, որ դերեցին հայերին փրթեցին։ Այդ նույն ցեղը մեր ազգին կոտորեց։ Ինչու առաջացավ Փաշինյանը քաղաքական գործիչ է։ Նա հրապարակում է մի բան, որ դուք դրա շուրջ մտածեք։ Արդյոք այդ ամեն ինչը մենակ Թուրքիայի նախաձեռնության, Թուրքիայի սրտով է եղել։ Միգուցե այլ շահագրգիռ կողմեր կան, ինքը չի ուզում ուղիղ ասի, բայց ամեն ինչ բարձր է, որ Ռուսաստանը, այդ ժամանակվա Ռուսաստանի ռուսական կայսրությունը շահագրգիռ էր, որպեսզի Արցախի վերածել։ Լավ, ես չխորանամ էլի պատմության այդ հատվածի մասով, ուղղակի եթե 60-ական թվականներին են որոշել, որ ցեղասպանությունը հուշահամալիր կառույց է, եթե ցեղասպանությունը ճանաչեն, ուրեմն որոշել են, որ մեր ցեղասպանության այդ ցաներ պատմական իրավիճակը, այդ տխրությունը մեր իրանց համար օգտագործեն որպես քաղաքական ինչ-որ թեմաների համար։ Այսինքն որպես մահակ Թուրքիայի գլխին։ Եվ սրանից օգտվեց նաև մնացած այլ գերտերությունները։ Մի մատ ես հարց այ մոտ առաջարում, այ գերտերությունների նախագահներ։ Եթե դուք իսկ սրտե շահագրգռված եք հայ ժողովրդի պատմական իրավունքների վերականգնման, իրավական իրավունքների վերականգնման, ՆԱՏՕ-ն էլա ձեր ձեռը, ՄԱԿ-ն էլա ձեր ձեռը, միջազգային բոլոր խորհրդարանները ձեր ձեռն է։ Ես չեմ հասկանում, կարա գոնե ժամկետ ասեք 3 ամիս հետո, 12 տարի հետո Թուրքիան պետքա այս հարցերով կամ պատասխանատվություն տա այսքան ժամանակ ենք տալիս։ Չտալու դեպքում մենք դնելու ենք արդեն նույն ձևի հակահարվածանք կամ այնպիսի սանկցիա, այնպիսի շրջափակման մեջ դնենք Թուրքիային, որ սաղ աշխարհը կմնա զարմացած, թե ինչպիսի հզոր է աշխատում միջազգային կառույցները։ Եթե չեն անում sense բաներ, այ սիրելի հայ եղբայր, այ սիրելի հայ քույր, ասա տենամ այդ քո կարծիքով որ դու անընդհատ թփկահարում ես, ոսկի դու պարտավոր եք ցեղասպանությունը ճանաչել, մենք պետքա Արա, դու պետքա ուժ ունենաս, ստեղծես, ուժեղացնես, դառնաս Իսրայելի նման օրինակ երկիր, որ քեզանից Թուրքիան վախենալով ձեռները բարձրացնի, ասի ոնց հասել եք, տենց ենք անում, գալաթ ենք արել մեր արածների համար եւ վախենալուց պետքա այն, բայց քեզանից չի վախենում։ Ինչի ես մեծ խոսում, ինչի ես դու պարտադրում, պահանջում, որպես քաղաքացի, որպես հայ, քո երկրի կառավարությանը, որ դու պետքա դնես, այսօր կզսնես Թուրքիային։ Սա ժամանակի հարց է, մենք որ Փաշինյանն ասել է առաջի հերթ չենք տալիս, դա չի նշանակում որ վերացնում ենք այս հարցը։ Ուղղակի այսօր առաջնային պլան մենք չենք դնում, որտեղ մենք գիտենք որ չենք հասնելու, պտուղ չենք քաղելու դրանից։ Դրանից պտուղ է քաղելու Ռուսաստանը, Ամերիկա, մեկ այլ պետություն, բայց մենք ոչ։ Խի դուք չեք հասկացել այսքան ժամանակ բարձ օրինակ Ադրբեջանի իրավական ճանաչված տարածքները մեր տիրապետության տակ էր 25 տարի Աղդամ, Ջաբրայել եւ այլն։ Այդ գիտես մեզ չէին ասում որ պետք է այդ տարածքները հետ տակ։ Բայց ինչ են արել։ Կարող է եկել է մեր վրա հարձակվել, որպեսզի էլի հելնեմ քայլեմ ճաշուս բարձրանամ եթե կարճացնեմ։ Կարող է ժողովուրդ ջան Դե ինչ կարող է, չեք տեսել այսքան ժամանակ, որ Ադրբեջանը զինվեց, ուժեղացավ, եկավ ֆիզիկական իր ռազմական ճանապարհով այդ հարցերին լուծում տվեց։ Հիմա այսինքն ապացուցվեց, որ դեռևս Նժդեի ասած, Նժդեհասեր, Նժդեհագետ, Նժդեհի անուն տվող մարդիկ դուք հեսա ուշադիր լսեք։ Նժդեի ասած խոսքը մնում է դեռ ուժի մեջ, որ ուժն է ծնում իրավունքը։ Նույնիսկ եթե դու պատմաիրավական փաստեր ունես, որ դու քոննա դա, դու պետքա ուժ ունենաս դա պահելու համար։ Իսկ եթե դու ուժ չունես պահելու համար եւ խոսում ես դրանից, օգտվելու են կողքի պետությունները, օգտվելու են գերտերությունները։ Այնպես որ ցեղասպանության հարցը հերիքա դուք բերեք խոսակ դրա մասին հայրենասեր Երևան։ Ցեղասպանության հարցը այս ժամանակն Հայաստանը կարենալու կողորդ սխմի Թուրքիա, երբ որ ուժ ունենա, որ իր ուժից վախենա Թուրքիան։ Ինչքան չվախենա Թուրքիան մեր ուժից Հայաստանի ոչ մի ղեկավարություն, ոչ այսօրա, ոչ վաղվա, չպետք է սա Թուրքիայի հետ խոսալուց անընդհատ օգտագործի։ Այսինքն համ շրջափակման մեջ կմնաս, համ չես կարենա այդ հարցով պատժես Թուրքիային եւ վերականգնես քո արևմտյան Հայաստանը եւ վնասը հասցրած, մի հատ էլ հələ առիթ կտաս, որպեսզի քո հետ կոնֆլիկտ ստեղծի, ինքն էլ մեկ այլ խնդիր ստեղծի քո վրա հարձակվի։ Ժողովուրդ ջան, այնքան բարդ թեմա է սա եւ այնքան էվորասմա անշնորհակալ գործ եմ ես հիմա անում, որ ես պարզ բացատրում եմ շատերի համար էլի էսա կդնեն, սկսեն իրանք ցույց տալ իբր իրանք ցեղասպանագետ են, իրանք հայրենասեր են, իրանք սրբության սրբոց են, ես էլ ոչ մի բան եմ իրանք կողքին։ Չեք ուզում իրականության հետ հաշվի նստել։ Ուժն է ծնում իրավունքը վերջ։ Նժդեհագետ ես, բաշի գիտես Նժդեի խոսքը։ Եթե ուժ չունես, հա, ուզում ես իշխանությանը հեռացնես, ուժեղացնես, հունիսի 7-ը քիչ է։ Կգնաս բերես քո այն սիրելի իշխանությանը, ով որ քո պատկերացրած երկիրը կկառուցի։ Բայց շատ ուշադիր ընտրություն կանես, որտեղ կարող հակառակ մի հատ process ստեղծվի։
Կարող է նենց անես ու գնաս ուրիշ իշխանություն բերես, հետո փոշմանես։ Բայց ուշ է լինելու։ Ինչպես ուշ եղավ, երբ որ արդեն ուշ էր։ Եթե Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ժամանակային թույլ չտային երկրի նախագահ դառնային, Արցախի հարցը կարող է սորը չընկներ։ Հիմա բերել հասնել այս վիճակի, նորից ուզում եք Հայաստանը տանեք այս վիճակի հասցնեք։ Մեկ էլ այդ սուտ մանիպուլյատիվ բաների մասով կարճ ես խոսամ սրա մասին։ Ինչքան դա անշնորհակալ գործ եմ անում։ Հիմա ճշմարտությունից խոսում եք, իրականությունից խոսում եք, էս այլի գալու են ասեն, հա դե պաշտի Նիկոլա Գետես, Նիկոլա Բանես, Նիկոլա Պաշտես, Նիկոլական ես։ Ինչ ասես ասում են։ Ուրեմն այն օրը իմ ընկերներից մի հոգի ուղարկում է, այս։ Ես կարդամ լսեք։ Իբր Նիկոլ Փաշինյանի նկարը ասում է Գևորգ տեսել, բայց տեսել ես Նիկոլին հələ պաշտպանում ես։ Ասում չեմ պաշտպանում, էլի Նիկոլի խոսքերքը ասածը մեկնաբանում եմ։ Նույն բան անում եմ նաև Ռոբերտ Քոչարյանի խոսքերքը մեկնաբանում, դառնում է Քոչարյանն է պաշտպանում։ Ասում այսա ուղարկեմ մի բան, տես ինչպես է Նիկոլը հրաժարվում էր հայոց լեզվից, այբուբենից բան ու կարդամ ստե։ Կարդում եմ իրա պատասխանում եմ, ձեզ էլ էսա պատմեմ ինչ եմ պատասխանել։ Կարդում եմ։ Իմ ձեր իբր Նիկոլ Փաշինյանը sense գրել է։ Իմ ձեռքի տակ են հայտնվել 5-րդ դարի բացառիկ փաստաթղթեր, համաձայն որոնց հայ գրերի այսպես կոչված ստեղծող Մեսրոպ Մաշտոցը ստանալով պատվեր Վռամշապուհ թագավորից հայ գրերի ստեղծման համար մսխել է այդ գումարները ու նոր գրեր ստեղծելու փոխարեն ուղակի գողացել է դրանք եթովպացիներից։ Ցավոք 16 դար առաջ պետությունը չի ունեցել պատշաճ գործող հակակոռուպցիոն կոմիտե, ինչը թույլ է տվել Մեսրոպ Վարդանի Մաշտոցին նենգաբար կոծկել այս առերևույթ հանցագործությունը։ Ես մի տեսակ որ կարդում ես, զգում ես որ Նիկոլի ոչն ասում է հակակոռուպցիոն չի եղել, Նիկոլն է դե սենսելի նախկինից հանմատություններ անում, կարդում ես ասում սորոս։ Իսկ ինչեր է դուրս տալիս, սորոս, մեր վարչապետի ամոթ չէ, ինչեր է խոսում։ Ես հանձնարարել եմ համապատասխան մարմիններին ճշտել նաև կաթողիկոս Սահակ Ա. հնարավոր մասնակցությունը այս այբբենական հայտարարակ ավանտյուրային։ Ոչը նույնն է, Նիկոլի ոչի նման է։ Փաստացի մենք մեզ խաբել ենք 16 դար շարունակ ու օգտագործել ենք լեզու, չունենալով դրա սեփականության վկայականը, այսինքն որ ասել է կադաստրի վկայական չունի Հայաստանի Հանրապետությունը, ելի ոչը բռնցրել են, սա հատուկ մասնագետներ են նստած աշխատում, չէ՞։ Կամ կուզեք հեղինակային իրավունքները, հա, ասма չունենալով դրա սեփականության վկայականը կամ եթե կուզեք հեղինակային իրավունքները։ Մենք չենք կարող համարել մեզ լիարժեք իշխան պետություն, քանի դեռ խոսում եւ գրում ենք մի լեզվով, որը ըստ էության մերը չէ։ Սա խնդիր է, որի հետ պիտի առնչվենք եւ տանք համապատասխան լուծում։ Ես սա կարդում եմ, մեր այդ եղբորը ասում եմ ստոպ։ Հələ չեմ մտել Նիկոլ Փաշինյանի էջը ուսումնասիրել, բայց ես նախորոք ասեմ, որ այս ինչ որ կարդացել ես, սա fake edge-ով է հաստատ լինելու տարածված։ Ես չեմ հավատում, որ Նիկոլ Փաշինյանը սենց գրառում կլներ արած։ Որտենց եմ ասել, այդ մարդն էլ ասում է Գեորգ, դե չգիտեմ, ինձ ուղարկել են էսա հազատ հարմ բանա 23 րոպե առաջ եմ հրապարակել։ Մտնում եմ էջը թերթում, տերեմ Նիկոլը մի ամբողջ օրվա տեսանյութեր ունի, բայց այդպեսի գրառում չունի։ Հետ իրան ասեմ, որ ես ստուգեցի, այո, սուտ էր։ Հիմա մեր եղբայրը եւ մեր այլ մնացած եղբայր քույրերը, ովքեր որ սուտ գեղձ նորությունների տակ են մնացել եւ բացի սրանից սա fake edge-ով տարածվել է, լրատվականները կոնկրետ, հատուկ լրագրողները իրանք լրագրությունից 1600 կիլոմետր հեռավորության վրա են գտնվում եւ իրանք գործունեությունը ոչ թե լրագրությունն է լուսաբանում է իրավիճակների հարց տալը իշխանավորի կամ ընդդիմադիրի պատասխան ստանալն է, այլ իրանցը բունտ անելն է, ակցիա անելն է, ցույց անելն է, իրանք դա ելույթ են ունենում, հարցը տալիս են, հետաքրքիր չի պատասխանում, սա կարևոր է հարցը տվել են, որպեսզի հարցը հետո առանձին դնեն TikTok-յան կարճ ռիլերում, Instagram-ում, Facebook-ում, կարճ դնեն, ժողովուրդն լսեն, «Օրես ինչ հզոր հարց տվել ես լրագրողը, մալադզեց»։ Իսկ հլացի մարդը ին լսում է պատասխանը, եւ տեսնում է պատասխանը, որ Նիկոլը կոշիկները մաքրեց տվյալ լրագրողու կամ լրագրողի վրա։ Այդ կոշիկների մաքրման process-ը ժողովրդի մի հատվածի հետաքրքիր չի, բայց ինձ հետաքրքիր է, ես ուզում եմ լիարժեք տենամ, այս լրագրողը կամ լրագրողին էս ինչ հարցատվել։ Ու տենում ես, որ ինքը ոչ թե հարցատվել, ինքը ակցիա է արել։ Ինքը ինչ որ ուժի կողմից ֆինանսա ստացել եւ պարտավոր է ինքը ակցիա արի։ Բայց սիրելի քաղաքացիներ, դուք չեք ուզում դրանց էջերը ընդհանրապես արգելափակեք չտենաք։ Ձեզ դուր է գալիս ձեր հոգեվիճակը, ձեր առողջությունը, որ քայքայում է, ինչպես իմն է քայքայում, անընդհատ սենց երևույթների մասին խոսալով։ Տեղս էլ չեմ կանգնել, արդեն պետք է մի տեղից բռնեմ կանգնեմ, որ խոսամ, գլուխս պտտվում է։ Խիեք թույլ տալիս, որ փչացնեն մեր հանրային հասարակական կյանքը։
Խի որ ես հասարակական գործիչ եմ։ Ձեզ թվում է ես ինձ դուր է գալիս, որ անընդհատ sense գեղցիկների ստերի մասին խոսում եմ, ուզում եմ բարձաբանել, լուսաբանել։ Արա մի քիչ թող իրանց մաքուր պահեն։ Այդ կեղտոտ իրանց պահված ցուցաբերած լրագրողը հայտնի քաղաքական գործիչը կամ հայտնիություն ունեցող անձը պղտորում է ոչ միայն իմ հոգին, պղտորում է ձեր հոգին, պղտորում է մեր հանրային կյանքը, վնասում է մեր պետությանը։ Հիմա Նիկոլը դարձավ սրբապիղծ Մեսրոպ Մաշտոցի անունը չի տվել, թե Այբուբենը գողացել է, թե այն ուժերը, ովքեր որ այդ տեքստը նստել, մտածել են, հորինել են, գիշերնել, անք ունեն դարձել, հրապարակել, որ ժողովրդի խափեն, այ խափված ժողովուրդ։ Հիմա դուք փոխարեն ձեզ խափողներին մեր քրֆեք, Նիկոլին եք մեր քրֆում։ Արա չեք հասկանում, որ դուք պետք է քրֆեք, դրանց հերը անից եք, ովքեր որ կեղծիք են տարածում։ Դրանց արա կեղծիք տարածողի խոսքը մի հատ հիմա բացահայտել եմ, ձեր համար բացահայտել եմ։ Մեկը կլինի ասի շնորհակալություն Գևորգ, սխալ կարդացել է, ես էլ էի հավատացել։ Շնորհակալություն Գևորգ, որ դու ճիշտը հրապարակեցիր, որ դա fake է ջովա տարածված։ Ով կանի, օրինակ, այդ օտար ուշերի ծառայող մարդկանց երկրպագու քաղաքացիները։ Հո ամո չի իրենք մի հատ էլ ասեն շնորհակալություն Գևորգ, որ ճիշտը լուսաբանացիր, մեկնաբանացիր։ Հələ մի հատ էլ հակակրանք ու զզվանք ունեցան իմ հանդեպ, որ արա խիարատ այդ կեղծիկը հանեցիր ջրի երես։ Այնա ժողովուրդը կարքին հակակրանք էին, էլի ստեղծում իշխանությունների հանդեպ, իշխանափոխություն կանենք, էլի։ Բախի եք այդքան է ուրախ իշխանափոխությունից, իշխանափոխությունը որոնի շատ եք ուզում լինի, հա, ուրախանում եք։ Լսեք, ոչ մի իշխանություն, ով էլ որ գա իշխանության, չի կարենալու այնպես աշխատի, որ չունենա բացեր, չլինի թերություններ, չի կարենալու այնպես անի, որ խնդիրները լրի վերանա։ Եթե խնդիրները վերացալ, ուրեմն տվյալ պետությունը պետություն չի։ Իր խնդիրներով զբաղվում է ուրիշ պետություն։ Իսկ մեր երկրում որ խնդիրներ կա, մեր երկրի ղեկավարությունը ճիշտ է ինձ չի գոհացնում, բայց զբաղվում են։ Եթե այս երկրի այսօրվա ղեկավարությունը 20 տարի առաջ ելներ իշխանություն վերցրած, 25 տարի առաջ ելներ, կամ իրաց նման մարդիկ ելնեին վերցրած, ոչ թե Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանի, կարող մենք այսօր այս թեմաներից չխոսայինք։ Բայց քանի որ քանդել ավիրել են, զրոյացրել ամեն ինչը, դուք չեք հասկանում, չեք գիտակցել։ Գիտեք ինչպես չեք գիտակցել։ Ինչպես որ մարդը մրսում է, այդ օրը որ մրսել է, չեք համուտակա անգել կամ ձյան մեջ գործարել, մրսել է, հենց այդ րոպեին չի ինքը հիվանդանում։ Հաջորդ օրն է 3 օր հետո մրսածությունը թաքնված մնում է, հետո սկսում ես փռշտալը, հետո սկսում ես հազալը, հետո տաքություն, պարկում ես եւ ելնում է մեռնում ես։ Հիմա մեր պետությունը այդպես մրսած վիճակում էր այսքան տարի, դուք չգիտեիք որ պետք է գա օրը որ պետությունը սկսի փռշտալը, հազալը, ու պետությունը գտնում էր մեռնելու վրա։ Եթե այսօր մենք ոտի ենք կանգնել եւ շարունակում ենք ստեղծել պետությունը, շարունակում ենք կառուցել, աշխատել եւ ինքս էլ որպես հանրային հասարակական գործիչ խնդիրների մասին բարձրաձայնում եմ, լուսաբանում եմ, ինչ որ ներդրում եմ փորձում թողնել, ապա իմացեք որ դուք այդպիսի մտածելակերպի մարդիկ պետք է նստեք էլի հանգիստ, ոչ մի գործ մի արեք, մի խանգարեք, դուք խանգարում եք։ Բերեք այս իշխանության սխալին ասենք սխալա, չարացին ասենք չարացա։ Գիտեք ինչքան եմ դժգոհ ես դատական համակարգից, իրավապահ համակարգից։ Դուք գիտեք ինչքան եմ դժգոհ, կա այո արժե համակարգի ընդհանրապես դեգրադացիա։ Գիտեք ինչքան եմ դժգոհ որ իշխանամետ բլոգերներ, իշխանամետ մարդիկ կան որ ատելության խոսք են տարածում։ Բայց սա փոխադարձ է, սա ընդդիմության կողմից էլ ընդդիմության բլոգերներն են անում։ Ուղղակի ես խի եմ թիրախավորել իշխանության բլոգերներին, որտեղ պատասխանատվությունը իշխանության ձեռն է որ եւ իր բլոգերին պատժի, եւ ընդդիմադիր բլոգերին քաղաքական գործին պատժի, ով որ ատելություն է տարածում։ Չի կարա ընդդիմադիր կուսակցության ղեկավարը պատժի որևէ ատելություն տարածող անձի, քաղաքացու։ Բայց իշխանությունը ունի լծակներ, ունի վերահսկողություն, պարտավորվածությունը իրանց վրա է, ես դժգոհում եմ, ասում եմ, որովհետև գիտեմ, որ իրանք են պատասխանատու։ Էս ինչ է կանեմ, լավ, ուր ենք հասնելու սենց։ Այ ախպեր, այ ժողովուրդ ջան, դուք էլ եք մեղք, ես էլ եմ մեղք։ Հերիքա կեղծիքը կուլտակ, հերիքա մանիպուլյացիաները կուլտակ։ Ոչ մի իշխանությունը սուրբ չի, բոլորն սխալներ են արել, բոլորն սխալներ են անելու։ Բայց դուք կենտրոնացել եք ֆեյքերի վրա, կենտրոնացել եք ատելության խոսքի վրա։ Ես չգիտեմ ինչ ասեմ, սիրելի հայրենակիցներ։ Ինչ սա հավոր ազդում է այս ամեն ինչը, ես չեմ կարող լռել, որովհետև սա կործանը մատանում, սա վնաս է տալիս մեր պետությանը, այս կեղծիք հովապրողները, այս ստախոս շունշան որդիները, մարդկանց խոսքը մեջ են բերում։ Այնօրն էլ օրինակ կներեք էլի խոսքը, ես հիշեցի Սեյրան Օհանյան, Նիկոլ Փաշյան, ինչ որ գրառում եմ կարդում, Սեյրան Օհանյանն ասում է, ճիշտ է, հաստատեք կամ հերքեք, ես հաստատ չգիտեմ, ասում է մենք Ջաբրայելի հատվածը, Հադրութի հատվածը դուք եք պատասխանատուն, դու Օնիկ Գասպարյանը դրա համար կորցրել ենք, մենք Շուշիում էինք, ինչ բան են ասում։
Գիտեք այդ Սերյան Օհանյանը, պարոն Սերյան Օհանյանը ինչ ասել կռվի ժամանակ։ Կա այդ տեսանյութը, ես ուղղակի չեմ կարող հիմա գտնեմ, ձեզ ես տեսել եմ։ Ինտերվյու է տալիս, որ մենք անելիք չունենք, որովհետև մենք նախկին գեներալները սենց էլի բարերը չեմ կարող մեջ բերեմ, բայց իմաստը է դա։ Հին լեգենդար հրամանատարները սպանս, որ իրանց նկատի ունին, անելիք չունենք, որովհետև ոչ թե լավ են կատարում իրանց գործը ճալալը եւ մնացած այդ գեներալ բան, այլ շատ լավ են կատարում, իդեալներ են անում, ամեն ինչ տեղին է։ Հիմա հարց առաջանում։ Սերյան Օհանյան, դու այն ժամանակ էիր խափում, թե հիմա ես խափում։ Պարոն Սերյան Օհանյան, դու կամ խափում ես, կամ էլ խափում ես, կամ խափել ես, կամ էլ էլի խափել ես։ Ստե ուրիշ տարբերակ չկա։ Էլիկա վերջ տվեք։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի ռազմի դաշտի վրա հրամանատարություն չի ստանձնել։ Ոչ մի ռազմական օպերացիայի մեջ ինքը չի եղել, որ ուզենա չեր կարա։ Չծառայած մարդ, սահմանին չեղած մարդ, բայց մեր հայ ազգը սնելա ինչ որ գեներալներ ձեր գլխավորությամբ, որ ունեին պատերազմական իրավիճակում պարտականություններ, պարտավորվածություններ, որ պետքա կատարեին։ Հիմա այս պահին իրավիճակները մեր երկիրը կենտրոնացած է էկոնոմիկայի վրա, ֆինանսների վրա, տնտեսության վրա, առողջապահության վրա, կրթության վրա, սպորտի վրա։ Այս ոլորտների պատասխանատուներին, եթե մենք բաստոնեն գնանք ասենք, պարոն Պապիկյան, պատասխանիր ինչու այս ոլորտների մեջ խնդիր կա։ Խելքի մոտ կլինի։ Դե ինչքանով սա չի խելքի մոտ։ Այդքանով էլ ձերը չի խելքի մոտ, որ պատերազմական իրավիճակում եկել է քաղաքական պաշտոնյաներից բան էի ուզում, պատասխանատվություն էի ուզում։ Նիկոլ Փաշինյանը արո պատասխանատվություն ունի, բայց ինչքան ձեր գեներալ լինելու համար ունի, որ ձեզ թույլ ա տվել մասնակցեք պատերազմի, այնքան էլ օնիկ իմասով ունի, այնքան է մնացածի, ովքեր որ խոճապ էին տարածում, ովքեր որ վնասում էին, ովքեր որ ստեղծում էին վիճակ, որ հային կրակի, տենց դեպքեր էլ ա եղել, տա չգիտեմ։ Լավ, ես չխորանամ այդ ռազմական իրավիճակներում, որտեղ ես ռազմական գործի մասնակից չեմ, բայց կա տրամաբանական երևույթներ, տրամաբանական հարցեր, որ առանց խորանալու մակերեսորեն էլ երևում է, որ դուք զբաղված եք, չգիտեմ, ավանտյուրայով, դուք զբաղված եք ցածր մակարդակի բլոգերական գործունեությամբ։ Ես հարգում եմ ձեր արածը, հարգում եմ ձեր տարիքը, հարգում եմ ձեր պաշտոնը, բայց այնքան ահա որ հիասթափություն եմ ապրում, որ դուք եք նույն բանով զբաղված ինչ որ ցածրակարգ բլոգերները։ Հա, իմիջիալոց այս ցեղասպանակետները եւ ծիծեռնակաբերդով ծիծեռնակաբերդ փրկողները առաջարկում եմ գնաք, քանի ուշ չի Թրամփի ուղիի մոտ նկարվեք, բան արեք, ասեք մենք պահանջում ենք, որ այստեղով չլինի Թրամփի ուղին 14 սանտիմետր այս կողմ պետքա լինի այս սյունը, 20 մետր պետքա հեռու լինի այս ծառից, եւ մենք պետքա այստեղով խորը թունել փորենք, այստեղով բարձր մոստ գցենք։ Ցես բաներ արեք, այդ տոնաշեներ, գալի է վաղ թե ուշ է Թրամփի ճանապարհը, բայց ես ասելու բան չի լինի, պետքա հետո գնաք Թրամփի ճանապարհի մոտ 6 տարի հետո, 7 տարի հետո կանգնեք, նկարվեք, մոնտաժ անեք, ասեք, տեսեք, մենք ժամանակին ասեցինք, որ այսպես անեն, եթե մենք չասեինք, այդ Թրամփի ուղին չի լինի։ Բայց տենը մեկ ես եմ ձեր նման արդեն ուղեղս խոդան, սկսել է ուղեղս հազիվ աշխատել, վերջապես հասկացել եմ, որ կարելի է ասես բաներով զբաղվել։ Հիմա իմ խորհուրդս դες գնացեք դրանով զբաղվեք։ Կամ էլ մարդես մի մասներ կարա գնասի մենք դեմ ենք լրիվ Թրամփի ուղին, չպետք է դա լինի, որովհետև մարդես աշխարհը չգիտես ինչպես կդասավորվի։ Կարող է պատերազմները եւ թափանցվի Հայաստանի տարած մի այնպիսի խառնաշփոթ ունի աշխարհում Թրամփի ուղին չլինի, որպեսզի ասեք այդ մենք ենք ասել ժամանակին, որ չպետք է լինի, դրա համար չեղավ Թրամփի ուղին։ Մի մասն էլ չի ասի, կարող է, բայց այս գլոբալ համաշխարհային պատերազմ եղավ սրա արդյունքում։ Չէ, մեր այս բլոգերը հայրենասեր է, ինքը ասեց Թրամփ ռադերիստերից, Թրամփը վախից ռադ եղավ։ Այսքանը բոլորիդ խաղ Իրաքի լավ մնացեք, բաժանորդագրվեք իմ YouTube-յան էջին, ուզում եմ YouTube-յան էջը զարգանա, մարդես մոնետիզացիան որ բացվի Թրամփի ուղիի հետ միասին, կարող եմ 2 կոպեկ էլ ես ստանամ։ Ճիշտ է, 4-5 տարի ասում են, արա դե փող են տալիս, խոսում ես, այդ TikTok-ից փող ես ստանում, դրա համար վիդեո ես գցում, դե YouTube-ից փող, բայց իրականում ոչ մի կոպեկ էլ չեմ ստացել, ոչ մի տեղից։ Բայց հիմա եթե կբացվի կստանամ, ով որ չի ուզում, թող չլայք, թող չկիսվի, թող ընդհանրապես ինձ էլ չհետևի, բայց ովքեր որ ուրախ կլինեն, խնդրում եմ դուք էլ կլինեք ակտիվ։ Այսքանը հաջողություն կապող կլինենք։